Խնդրեմ, պարոն Մոսկվյան։ Շնորհակալություն, Վիկտոր Մնացականյան, քաղաքային պլանավորող։ Ես ճիշտ ասած մի քիչ այլ տիպի զրույց էի պատկերացնում այսօր, հաշվի առնելով, որ գոնես անգամ ենթադրում էի, որ քաղաքային իշխանություններից որևէ մեկը ներկա կլինի, այստեղ կարծում եմ հերթական, չասեմ ապտակն է, բայց անհարգանքն է երևանցիների հանդեպ, որ Երևանի համար շատ կենսական կարևորություն եւ ունեցող հարց է, որտեղ այստեղ մենք շատ բաներ ենք քննարկում, բայց այստեղ մասնակցային կառավարման մոդելի բացարձակ բացակայություն է եւ անհարգանք կրկնեմ, այստեղ անգամ ներկա չեն պրոֆիլային մի քանի վարչություններ, օրինակ բնապահպանության, պետք է լիներ Քաղշին, չէր բարեկարգման, հատուկ ծրագրերի, ներդրումների, ել չեմ ասում, որ իշխող թիմի այս ավականու ներկայացուցիչները, նաև կենտրոնի թաղապետարանից եւ պրոֆիլային ԿԳՄՍ նախարարությունից, ոնց հասկանում եմ քաղաքապետարանից միայն հասարակայնության կապերի վարչությունն է ներկա, շնորհակալություն ձեզ, բայց ստեղից արդեն հենց երևում է, որ իրենք հիշեցնում են, որ իրանք ընդամենը 9% քաղաքական քվե ունեցող կուսակցություն եւ իշխանություն են, եթե ինչ որ մի ձև իրեն ձեռք ընկել այդ կնիքը եւ այդ աթոռը, իրանք պետքա մինիմալ հարգանք ունենան երևանցիների հանդեպ, անգամ եթե երևանցիների 10%-ը իդենտիֆիկացնում է կամ ասոցացնում է Երևանի կենտրոնի թենիսի կորտերը որպես մեր պատմական հիշողության կամ ինքնության մաս, իրանք պետքա դա հարգեին եւ դադարեցնեն այդ բոլոր տիպի քննարկումները։ Եվ այդ 9%-ը ես նշում եմ, որ բարբերաբար եւ մենք էլ արդեն սկսել ենք մոռանալ, որ իրանք 9%-ով են եւ ինչ որ զարդողի ճանապարհներով են զբաղեցրել այդ պաշտոնը, բայց նրանք ճունեն նաեւ ամենակարևորը բարոյական լեգիտիմություն անելու նման չարաբաստիկ ճակերտավոր բարեկարգումներ, այստեղ մեզ ցույց են տալիս հերթական անգամ, որ Երևանի քաղաքապետարանը մի ձեռքը չգիտի մյուսը ինչ անում, երբ որ այդ Օղակաձև այգու մի հատվածում տալիս են ինչ որ մի շենքի կամ հասարակական սննդի շինթույլտվություն, մյուսում փորձում են քանդել։ Եթե միտեղ ապամոնտաժում են ինչ որ տաղավար, բայց մյուսում դնում են, ասենք, չգիտեմ, բոքսի տանձիկ կամ մի մասը սարքել են պարկինգ եւ այլն։ Այստեղ հիմնական խնդիրները չլուծված ընկել են էլի ինչ որ փողի հետևից եւ ես համաձայն եմ գործընկերոջ եւ սրտացավ Երևանցի վելայացածին, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, իրոք, որովհետեւ մենք այդ սիգնալները ամեն օր մամուլով ստանում ենք, որ չկա երևի 22-23 թվականին մի ամիս, որ մենք չլսենք ինչ որ մի հատ կոռուպցիոն սկանդալների կամ կաշառակերության կամ ինչ որ խնդիրների, մենք տեսնում ենք 2-3 տարի ասում ենք, որ այս վարչությունը իմ գործընկերը Արտուր օրինակ բարձրաձայնում է մի խնդիր, որ ասում ենք այդ մարդիկ պրոֆեսիոնալներ չեն, ազատում են արդեն մենք 3, չգիտեմ, մոտորես, ասում ենք որիորդ վարչության պետին են փոխում արդեն քանի 3-4 տարվա մեջ, որովհետև ցավոք Երևան ընկել է հիմա այդպես պսևդոկառավարիչների, շարլատանների եւ նաեւ չեմ ուզենա ընդհանրացնեմ եւ վիրավորեմ, բայց նաեւ ինչ որ բանկիրների այդ վարկային մտածելակերպ ունեցող մարդկանց ձեռը եւ այստեղ ես շատ ուզում եմ այսօր խոսալ նաեւ մտածում եմ որ ինչ որ հակընդդեմ զրույց կլինի այլ կողմից եւ մեզ փորձենք որպես ինքնության մասով ես շատ կուզենայի խոսել Երևանի, որովհետեւ թենիսի կորտերը մեր ինքնության շատ կարեւոր մասն են, որտեղ երբ որ ինքը կառուցվել 1966 թվականին, այստեղ պետք է հետ գնալ եւ հասկանալ մի հատ կարեւոր բան։ Ինչ է եղել 66 թվականին Երևանում։ 1966 թվականին ընդհանրապես մի քանի օրինակ բերեմ։ Հիմք են դրվել հիմնականում Երևանյան լճի ճոպանուղու, մնացած կառույցները չեմ ասում, այդ պատմական գումը, երազգործարանը, ինչ մենք երազանքներ ենք ունեցել 66 թվականին, մեր ծնողները, որ սա կառուցել են։ Եթե դուք ասում եք կառուցապատող, դա կառուցապատող չի, դա ոչ մի փաստաթուղթ չունի ընդհանրապես։ Այդ մարդը ուղղակի ինչ որ իրանք տենց երևի միտեղ հերթական անգամ տնավարի կամ նախընտրական ինչ որ խոստումներով իրար բաներ են խոստվել, արեփորձել են աչքին գնել, ինչ որ կա պայմանավորվածություն։ Այդ ներդրողը շնորհակալ ենք, որ այդ ներդրողը ժամանակին Արամ Խաչատուրյանի հուշարձանն է ֆինանսավորել։ Ես լսեցի այն օրը, որ Աղասի Խանջյանի ամառանոց են ուզում վերանորոգեն, բայց այդտեղ կա
մի քիչ բարոյական իմպերատիվներ։ Չի կարելի ինչ որ մի բանի հաշվին կառուցել ինչ որ մի բան։ Այսինքն պարոն Մուշեղյանը որ ասում է հանրային շահ, պարոն Մուշեղյան, հանրային շահ ինքն իրենով չկա։ Կա քաղաքի Երևան քաղաքի շահ, կա երևանցիների շահ եւ կա հանրային գերակա շահ։ Որևէ ձևով մենք պետք է հասկանանք ինչով է ոտնահարվում Երևանցու շահը եւ ում կողմից։ Եվ ելի եմ կրկնում, այսօր այս դահլիճում քաղաքային իշխանություններից, դա կլինի քաղաքապետ, տեղականներ, վարչության պետեր, ավական անդամներ ներկա չգտնվելը հերթական անհարգանք է երևանցիների հանդեպ։ Եվ մենք հասկանում ենք, որ մենք այս բոլոր գործողությունները պետք է կազմենք այդ տրամաբանության մեջ, որ այս մարդիկ պատրաստ չեն երևանցիների հետ աշխատել, այս մարդիկ չեն ներկայացնում այսօրվա Երևանի շահը։ Դրա համար որպես առաջարկ պարոն Դոլուխանյանի եւ մնացած գործընկերների, պարոն Սադոյանի, ես օրինակ առաջարկում եմ հասկանանք մի բան, եթե իրանք բողոքում են մի քաղաքային իշխանություն, որ փող չունի ձմեռվա, այսինքն նոր բերված ավտոբուսների, տրոլեյբուսների այդ անվադողերը փոխել ձմեռային, դժվար է այդ մարդկանց ստրատեգիա կառուցել։ Չի կարելի վստահել մի մարդկանց, որ թույլ են տալիս 18 հարգի Աբովյան փողոցում, Երևանի սրտում, Ազնավուրի հրապարակում 18 հարգի շենքի թույլտվություն։ Մենք ժամանակին պարոն Մարությանի հետ հենց այդ շենքի հանդեպ ենք պատճառով ենք շատ կառավարության հետ խնդիրներ ունեցել, երբ որ պարոն Մարությանը չէր թույլատրում, նույնը ասենք Պարոնյան փողոցի վրա, չի կարելի ընդհանուր արժանավաճ են մարդկանց խոսքերը, որոնք քննարկում են հիմա քանդել Սարյանի հայփոստի շենքը։ Չի կարելի այդ մարդկանց հետ որևէ բանակցությունների մեջ մտնել, երբ որ նրանք քննարկում են Կոմիտասի գոստանդարտի 4 շենքն են հիմա ուզում քանդել, եւ մենք չենք գիտենք, որ ճանապարհ են գտնում Զվարթնոց օդանավականը քանդել։ Անհնար է այս մարդկանց հետ մտնել բանակցության մեջ։ Մենք պետք է նախ եւ առաջ եւ իրոք այստեղ ակտիվ քաղաքացիների, չգիտեմ, ոչ пассив, նաեւ այդ Facebook-յան մեր մնացած այդ բոլոր օգտատերերին պետք է խնդրենք, որ մենք գնալով մի հատ այդ ռազմավարությունը մշակենք եւ ես օրինակ կարող եմ առաջարկել մի բան առանց անձնական որևէ խնդիր ունենալու այդ սեփականատերերի հետ, բայց եթե փողը քաղաքը չունի, որ այդ տրոլեյբուսի անվադողերը փոխի, եկեք փողը դա տալու այդ բանկը, ես ոնց հասկանում եմ բանկն է հետևը, ես առաջարկում եմ կարող ենք ինչ որ մի սկզբնական որպես սիգնալ, ասենք բոյկոտի, օրինակ Էվոկա բանկին, օրինակ չէ հեշթեգով կարելի է սկսել բոյկոտել, օրինակ Էվոկա բանկի եւ խոսել, որտեղ դա բանկերը չեն սիրում այդ աղմուկները։ Փորձել հասկանալ բանկը ինչքանով պետքա անընդհատ լավ տեսնում ենք անընդհատ այդ շենքերի տանիքներին, այդ անհամաչափ մեծ գովազդներն են կպցնում այդ բանկերը, մենք ու կրակը չենք ընկել այդ բանկերի ձեռը։ Եկեք դա շատ նուրբ հարց է, ես հասկանում եմ, ֆինանսական եւ չեմ ուզենա անձնավորվի այս խնդիրը, բայց որպես մի օրինակ պայքարի պարոն Մուշեղյան, ես առաջարկում եմ դա։ Եկեք քննարկենք, կա կազմում կոմիտեն թող քննարկի ինչքանով ենք պատրաստ, ինչքան հեռու ենք մենք պատրաստ գնալ, որ Երևանի պատմական հիշողության եւ ինքնության ներկայացնող մասի համար, չգիտեմ, բայց պետք է նաեւ եւս հիշեցնեմ, որ այսօրվա իշխանությունները այդ բարոյական լեգիտիմությունը չունեն, գնան այդ քայլին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մնացականյան, թող շատ երկար ժամանակ է։ Շնորհակալ եմ, Արմեն Ֆիլջյան, Ռեստարտ Վանաձոր երիտասարդական